որ ուժերի հետ պատրաստ կլինեք կոալիցիա կազմեք Ընտրությունների ես պատասխան։ Հա, ո՞նք պատասխան։ Բայց ուղիղ եթերում ենք պարոն Բաբայան նստած է եւ Շեղեցիք որ հասկանանք, ես երեգել եմ ասել, այսօր եմ ասում։ Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելու է այլ քաղաքական իրավիճակ, ինչ որ կա այսօր։ Եթե մենք կհաղթահարենք Շեմը, իսկ որ ես կարծում եմ կամպանիան կհաղթահարենք, այն ժամանակ մենք այդ հարցը կքննարկենք։ Հիմա այս պահին խոսել նրա մասին, թե դա այդ հարցը հավատացեք նվաստացուցիչ է, հեսա պատասխան, նվաստացուցիչ է այն կուսակցությունների համար, ովքեր իրոք գնում են հաղթահարելու, մտնելու խորհրդարան եւ այլն, այսինքն եթե մենք ինչ-որ մեկին պետք է միանանք, մենք այսօր ոչ թե առանձին կգնայինք, այլ այդ ձեր հարցի ենթատեքստում գտնվող որոշ ուժերի կողքին կանգնենք ու կգնայինք այդքան։ Պարոն Բաբայան, մի հատ հարց է։ Հիմա ձեզ հասարակությունը ո՞նց է անցնում։ Դուք ընդդիմադիր գործիչ եք, ընդդիմադիր քվեներ եք ակնկալում, թե ո՞նց։ Հասկանալի, հիմա ես չեմ կարող հասարակության դուք ընդդիմություն եք։ Մենք բոլոր կուսակցությունները, ովքեր մասնակցում են ընտրություններին, ընդդիմություն են, մենք իշխանություն։ բոլոր կուսակցությունները, բայց այստեղ Գաղափար ոչ կուսակցություններ կան, ոչ Ո՞րն է։ Այսինքն բացի ԿՊ-ից այլ կուսակցություն։ Առանց Զավենիչյան Առանց Զավենիչն էլ է։ Ինչ է բան ընդդիմություն։ Բա իշխանություն։ Պարոն Բաբայան, Կարող է նա Այսինքն իշխանությանը բայց ընդդիմությունն է։ իշխանության մեջ պորտֆել չունենալը եւ իշխանամետ Հայաստան ունենալը տարբեր են։ Պորտֆել պետք չի, բայց դու պետք է խորհրդարանում իշխանություն լինես կամ կառավարություն։ Օրինակ դուք Փաշինյանին ինչու եք քննադատում։ Դու Հիմա բանալություն։ ես քննադատում եք Փաշինյանին։ նորից ասեցի, մենք բոլորին էլ քննադատում ենք, ամեն ինչ էլ ասում ենք, ամեն ինչ էլ խոսում ենք։ Քոչարյանի քննադատում եք։ Դուք այդ անունները տալով ուզում եք հաստատվեք կամ մեզ այդ ուղղությամբ։ Օրինակում Ես չգիտեմ, անունները Պարոն Բաբայան, որ ուժերի հետ եք բացառում։ Ես նորից ասացի, այս պայդրությամբ մենք բոլորից էլ բոլոր ուժերի հետ բացառում ենք, որտեղ մենք ենք գնում։ Եթե մենք չգնայինք, այս ժամանակ այս հարցի շուրջ կխոսենք։ Կգա ժամանակը, եթե չենք բացառի, կբանակցենք, կխոսենք, կպայմանավորվենք, դա արդեն ձեր թիմի հետ կապված մի հատ հարց, պարոն Բաբայան, մի հատ հարց կներեք։ Հիմա տեսեք, ձեր թիմում հավաքված է մարդիկ, որ դուք ռեֆորմիստներ եք, նախկին մղել եք, ԲՀԿ հետո Սերսակյան թիմը։ Վայ ջան, դու նախկինում քանի խմբագրություն ես փոխել։ Բայց ես կուսակցություն չեմ Չէ, մի րոպե, դու քանի խմբագրություն ես փոխել։ Որպես լրագրող։ Չէ, որպես լրագրող, քանի խմբագրություն։ Դե ուրեմն դու էլ քո բայց մի վարք ես ճամբար չեմ փոխի քաղաքական ճամբարը ո՞րն ասենք, կարմիր բանակի ու սպիտակ բանակի ճամբար։ Դուք հարցս ավարտան։ Ես ավարտեցի։ Պարոն Հարությունյանը ԿՊ-ից է, Պարոն Հարությունյանը ԿՊ-ից չի եկել։ ԿՊ-ի կողմից նախարար, ձեր ընկերը Վանեցյանի կողմներ, հետո դոկի ավականու անդամ է։ Հիմա մարդիկ ո՞նց հասկանան։ Ո՞նց վերաբերվեն ձեզ։ Մարդիկ ո՞նց վերաբերվեն։ ԿՊ-ի հետ Շատ նորմալ։ Այսինքն ընդդիմադիր ընկալ են, իշխանական, իշխանամետ։ Անի ջան, ասուլիսը ավարտած է։